Գիրք Ելից, գլուխ 35, շաբաթը հանգստյան օր։ Եվ Մովսեսը հավաքեց Իսրայելի որդիների ողջ ժողովքը և ասաց նրանց. սրանք են այն խոսքերը, որ Տերը հրահանգել է, որ դուք կատարեք դրանք։ 6 օր գործ արվի, բայց 7-րդ օրը սուրբ թող լինի ձեզ համար, հանգստության շաբաթ, Տիրոջ համար։ Այդ օրն աշխատողը պետք է մեռցվի։ Շաբաթ օրը ձեր բնակարաններում կրակ չպիտի վառվի։ Եվ Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների ամբողջ համայնքի հետ, ասելով. Սա է այն բանը, որ Տերը պատվիրեց ասելով. ձեր մեջ ընծա հավաքեցեք Տիրոջ համար, ով որ հոժար է սրտով, թող Տիրոջն ընծա բերի, ոսկի, արծաթ և պղինձ, կապուտակ, ծիրանագույն կրկնակի կարմիր, նրբահյուս քաթան և այծի մազ, խոյի կարմիր ներկված մորթիներ, թեհաշի մորթիներ և սատիմի փայտեր, լույսի համար յուղ և օծման յուղի համար համեմունք, եղեգնաքարեր և ընդելուզելու քարեր, եփուդի համար և լանջապանակի համար։ Եվ ձեզանից բոլոր սրտով իմաստունները թող գան և շինեն Տիրոջ պատվիրած բաները. խորանը, նրա վրանն ու նրա ծածկը, նրա ճարմանները, տախտակները, նիգերը, նրա սյուներն ու նրա խարիսխները, տապանակը և նրա ձողերը, քավությունը և ծածկող վարագույրը, զոհասեղանն ու նրա ձողերը, նրա բոլոր անոթները և առաջավորության հացը, լույսի աշտանակը և նրա գործիքները, նրա ճրագները և լույսի համար յուղ, խնկարկության սեղանը և նրա ձողերը, օծման յուղը, անուշահոտ խունկը և խորանի դռան սրահակը, ողջակեզի զոհասեղանը և նրա պղնձյա ցանցակերպ գահավորակը, նրա ձողերն ու նրա բոլոր արգուսարքը, ավազանը և նրա խարիսխը, բակի առագաստները, նրա սյուները և խարիսխները և բակի դռան վարագույրը, խորանի ցցերը և բակի ցցերը և նրանց պարանները, ծառայության զգեստները սրբարանի պաշտամունքի համար և Ահարոն քահանայի սրբազան զգեստները և նրա որդիների զգեստները, որ քահանայություն անեն։ Եվ Իսրայելի ժողովրդի ամբողջ համայնքը Մովսեսի մոտից ցրվեց։ Եվ բոլոր հոժարասիրտ և ամբողջ հոգով կամեցողները եկան և վկայության խորանի համար և նրա պաշտամունքի համար և սուրբ զգեստների համար Տիրոջն ընծա բերեցին։ Եկան և տղամարդիկ և կանայք, բոլորը, ով սրտով կամեցող էր, և բերեցին մանյակներ և օղեր և մատանիներ և վզնոցներ, ամեն տեսակ ոսկյա զարդեր, և բոլորը, ով ընծայում էր, ոսկին նվիրաբերեց Տիրոջը։ Եվ բոլորը, ում մոտ կապուտակ ու ծիրանագույն և կրկնակի կարմիր, նրբահյուս քաթան, այծի մազ և խոյի կարմիր ներկած մորթիներ և թեհաշի մորթիներ կար, բերեցին։ Ամեն արծաթ և պղինձ ընծա տվող Տիրոջն ընծա բերեց, և ամեն մեկը, ում մոտ պաշտամունքի համար սատիմի փայտ կար, բերեց։ Եվ բոլոր կանայք, որոնց սիրտն իմաստությամբ լի էր, իրենց ձեռքերով մանեցին և իրենց մանած կապուտակը, ծիրանագույնը, կրկնակի կարմիրը և նրբահյուս քաթանը բերեցին։ Եվ բոլոր կանայք, որոնց սիրտն իմաստությամբ լի էր, այծի մազ մանեցին։ Եվ իշխանները եղեգնաքարեր և եփուդի ու լանջապանակի համար ընդելուզելու թանկարժեք քարեր բերեցին, նաև լուսավորության համար և օծման յուղի համար և անուշահոտ խնկի համար համեմունք ու յուղ։ Ամեն տղամարդ և կին, որ հոժար էր բերելու այն բոլոր գործերի համար, որ Մովսեսի ձեռքով պատվիրվեց, որ արվեն, Իսրայելի որդիները հոժարակամ ընծա բերեցին Տիրոջը։ Եվ Մովսեսն ասաց Իսրայելի որդիներին. տեսեք, Տերն իր անունով կանչեց Օվրի որդի Ուրիի որդուն Բեսելիելին Հուդայի ցեղից և լցրեց նրան Սուրբ Հոգով, իմաստությամբ, հասկացողությամբ, գիտությամբ և ամեն ճարտարությամբ, որ վարպետորեն ոսկու և արծաթի և պղնձի վրա աշխատի և ընդելուզելու համար թանկարժեք քարեր հղկի և փայտեր մշակի և ամեն ինչ վարպետորեն անի։ Եվ նրա սրտում սովորեցնելու ունակություն տվեց և՛ իրեն և Դանի ցեղից Աքիսամայի որդի Ոողիաբին, սրտի իմաստությամբ լցրեց նրանց, որ ամեն տեսակ գործ անեն, քանդակողի, հմուտ արհեստավորի, նաև կապուտակի ու ծիրանագույնի և կրկնակի կարմիրի և նրբահյուս քաթանի վրա ասեղնագործողի, ովքեր ամեն տեսակի վարպետ գործեր կարող են հնարել ու կատարել։